Ամեն ազատեսցե ևս ձեզ մարդասերն աստվածը զորն և թող ձեզ ամենայն հանցանս ձեր, դա թե ժամանակ ապաշխարելով և գործելով սպարիս, ուղես ձեզ առաջկայքյանս ձեր շնորհով սուրբ հոգուր, հազորն և ողորմածն և նմապար հավիդյանս ամեն։ Հունվարի 6-ին քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը։ Հեշտիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ պատարագ։ Պատարագը մատուցում էր Հեշտիայի հոգևոր հովիվ Տեր Անդոն քահանա Անդոնյանը։ Եկեղեցին բազմամարդ հավաքվել էին գյուղի ողջ հասարակությունը։ Կուզեմ շնորհավորել ամբողջ հայ ազգիս, թե կաթողիկ է, թե առաքելական, որտև այս մեր եկեղեցու եւ հայ եկեղեցու մեջ նույն տոնակատարությունն է, որ հայտնություն կոչվի, այս հայտնությունն իր հերթին Հիսուսի հայտնությունն է, այսինքն Սուրբ Երրորդության հայտնությունն է, որ առաջին անգամ Հորդանան գետի մոտ Սուրբ Երրորդություն Հայրն, Որդին Սուրբ Հոգին կերևան մարդկանց։ Եվ այս տոնակատարությունն է, որ միացած է այսօրվա տոնին, կավարտվի ջրորդ հենքով, որը տեղի պիտի ունենա մեր գյուղի մեջտեղ, լճի մեջ։ Եվ նորից կուզեմ մաղթել բոլորին, թե հոգևորականներին, թե ժողովրդին, շնորհավորեմ Սուրբ Ծնունդը և Հիսուսի հայտնությունը։ Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց։ Շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարիշտությունը եւ աշխարհիկ ցանկությունները։ Այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ եւ ակնդատ սպասենք երանելի հույսին եւ փառքի հայտնությանը մեծն Աստծո եւ մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի, որ իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից եւ մաքրի բարի գործեր, մաքրի որպես իրեն սեփական ժողովուրդ։ Նախանձախնդիր բարի գործերին։ Այս բաները խոսիր, փորդորիր եւ հանդիմանիր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի մեկը, որ քեզ արամարի։ Հիսուս Քրիստոսի ծնունդը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է։ Հեշտիայի կաթոլիկ համայնքն էլ անմասն չմնաց քրիստոնյա աշխարհից, հունվարի 6-ին նշելով Սուրբ Ծնունդը։ Հեշտիայում կա մի հետաքրքիր ավանդույթ, ամեն տարի ընտրվում է խաչիկավոր։ Այս տարի խաչիկավորն էր Արմեն Սանամյանը։ Որ մենք եւ մաս կազմենք կաթողիկի աշխարհին եւ առաքելական եկեղեցու։ Մեզի համար այսօր տոն է հայտնության, Հիսուսի հայտնության։ Կուզեմ ձեզ երկու խոսքով բացատրել Հիսուսի հայտնություն, թե ինչի համար է եւ ինչի համար կկոչվի հայտնություն։ Հայտնություն է այսօր, որովհետեւ դեկտեմբեր 25 մենք նշեցինք Հիսուսի ծնունդ, մեզի ի սկզբանե աշխարհի սկզբից ասված է, որ մեկ Աստված ունենք երեք բնույթով, Հայր, Որդին, Սուրբ Հոգին, Հայրն է, որ կարար է, Որդին է, որ ծնվեց, եւ Սուրբ Հոգին է, եւ այս հայտնությունն է, որ առաջին անգամ Հորդանան գետի մոտ, երբ որ Հիսուս մկրտվեց, այս Սուրբ Երրորդություն Աստվածություն առաջին անգամ հայտնվեց Հորդանան գետի մոտ։ Հայրն, որ երկնքից ասաց, դա է իմ սիրելի որդին, որդին էր, որ մկրտվեց բոլորի աչքի առաջ Հովանես մկրտիչի կողմից եւ Սուրբ Հոգին էր, որ իջավ երկինքից։ Այս է հայտնություն։ Մինչև այս օրն չէ պատահած, որ այս մեր ըսված Սուրբ Երրորդություն ունեցող Աստված երևար ժողովրդին։ Առաջին անգամ էր, որ այսօրվա տոնի համաձայն
այս սուրբ երդություն եւ մեկ աստվածություն մարդկանց առաջ հայտնվեց ժողովրդին։ Ուրեմն այսօր հեշտիայում մեծ տոն է եկեղեցական, ինչպես հեշտիայում, այնպես էլ կաթոլիկ ողջ աշխարհում այսօր տոնում են հեշտիայում Սուրբ Խաչի եւ Օրհնության արարողությունը հավաքվելով եկեղեցում, կատարելով Սուրբ Պատարագը, հետո շարժվելով գյուղի մեջտեղում ունենք ջուր, որը մկրտությունից հետո գցելով խաչը երիտասարդները ընդհանուր մտնում են ջուրը օրհնվելով այնուհետև շարունակելով դեպի եկեղեցի տոնում ենք այսօր Սուրբ Խաչի արարողությունը, օրհնության մկրտության արարողությունը։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլոր հայությանը, բոլոր աշխարհին այսօր օրհնության եւ մկրտության առիթով թող Աստծո շնորհքն ու օրհնությունը տրվի բոլոր ընտանիքներին, թող առողջություն տա բոլորին եւ օրհնություն բոլոր ընտանիքներում, խաղաղություն բոլորին։ Ուրեմն եկեղեցում ընդրվում է խաչի քավորը, այդ ծախսերի հետ կապված չեմ ասում, որ որպես ծախս, այլ դա իր շնորհքն է, դա իր պատիվն է, գյուղի եկեղեցու տակը գցելով սեղան հրավիրել է բոլոր հայերին, բոլոր մասնակիցներին նշելու այս սուրբ արարողությունը։ Պատարագից հետո ժողովուրդը շարժվեցին դեպի գյուղի մեջտեղում գտնվող փոքրիկ լճակի մոտ, որտեղ էլ պետք է տեղի ունենար խաչը ջուրը գցելու արարողությունը։ Նախքան խաչը ջուրը գցելը հեշտիայի երիտասարդներն արդեն պատրաստ սպասում էին, թե ով կարողանա խաչը առաջինը ջրից դուրս բերել։ Ահա այսպես է հեշտիա գյուղում նշվում Սուրբ Ծննդյան ծիսակատարությունը։ Իրենց գյուղի ավանդույթները բահող եւ կաթոլիկ աշխարհից հետ չմնացող հեշտիայում եւս մեկ անգամ նշվեց Սուրբ Ծնունդը։